Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օրկիրակին, տաղավարում Արսեն Արստամյանն է, բարև ձեզ։ Ինչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ էր։ Որոշ ուղղություններում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնել են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Իսկ անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններին առաջարկում եմ ծանոթանալ համառոտ տեսաշարի տարբերակով։ Շաբաթվա առաջին օրը Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքի բնակիչների համար տոնական էր, հանդիսավոր պայմաններում բացվել է երկար սպասված մանկապարտեզը, որը կառուցվել է Տորոնտոյի տեղական հանձնախմբի եւ Արցախի հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Նախադպրոցական հաստատությունը Նորլիցկ եւ ապագայի հանդեպ լավատեսության շողեր է հաղորդել համայնքին։ 135 միլիոն դրամ արժողությամբ նախադպրոցական շենքի շինարարությունը մեկնարկել է 2014-ի դեկտեմբերին, իսկ կառուցապատման աշխատանքները 2015-ի հունվարին։ Երեխաների քանակը շատ են, 71 են, բայց քանի որ խմբերը տեղավորվում են 26-ական հոգի, ուստի կհաճախեն 52 երեխա։ Մեկ օր զինվորի կողքի նախաձեռնությունն աստիճանաբար հասարակությանն ավելի լայն խավեր է ընդգրկում։ Առաջնագից մեկնած հերթական խմբում մտավորականներ էին ամենատարբեր ոլորտներից։ Նրանք եղել են Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան եւ արևելյան սահմաններում։ Բանաստեղծ ու արձակագիր, թուրքագետ ու քաղաքական մեկնաբան, ավելի հաճախ միմյանց հետ բանավիճող 1.5 տասնյակ մտավորականներին միավորել է մեկ օրով առաջնագծում կանգնած զինվորի կողքին լինելու ցանկությունը։ Հավաքվել են Մերուժան Տեր-Գուլանյանի նախաձեռնությամբ։ Մեր գալու երթի նպատակը է, ինչի համար որ եկել ենք, առաջի երթին առաջիգից գալն էր, տղաներին տեսնելը, իրենք ոնց են ապրում։ Հնարավորությունները սահմանափակ էր, թե չէ մի քանի պատիկ ավելի մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, փառք Աստծո, բոլորն են ուզում լինել զինվորի կողքին։ Վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներին։ Զրույցը Արցախում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի, նաեւ հիմնադրամի ներկա ծրագրերի ու ապագա համագործակցության մասին էր։ Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գոհ է այն փաստից, որ Արցախում կենսագործվող ծրագրերի 99%-ը մեր երկրի կառավարության հետ համաֆինանսավորմամբ են իրագործվում։ Ոչ միայն մենք ենք վերահսկում ծրագրերը, այլ նաև շատ լուրջ վերահսկողության ենթարկվում են կառավարության կողմից եւ իհարկե քանակի կողմից։ Մենք մեկ համայնքային կենտրոն սարքելու տեղը կառուցում ենք 2։ Արցախի պետական համալսարանի մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետի ենթակայության տակ գործող նախնական զինվորական պատրաստության ամբիոնը գործում է 1991 թվականից։ Այս տարի 64 շրջանավարտ են թողարկել, գիտակցելով հայրենիքի ապագա պաշտպանների կրթման ու դաստիարակման նշանակությունը, մեծ ուշադրություն է դարձվում զինղեկների պատրաստությանը։ Շուրջ 25 տարի ամբիոնում պատրաստում են զինղեկներ, ովքեր էլ իրենց հերթին աշխատում են դպրոցականների հետ, նրանց դաստիարակելով հայրենասիրական ոգով ու պատրաստելով նախնական զինվորական կյանքին։ Այս տարիների ընթացքում բազում շրջանավարտներ իրենց մասնագիտական գործունեություն են ծավալել ձեռք բերած մասնագիտությամբ եւ այսօր էլ շարունակում է այս մասնագիտությամբ մասնագետների պատրաստումը։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ շաբաթվա առաջին օրը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի ճեմասրահում կազմակերպվել էր պատմական քարտեզների հավաքածուի ցուցահանդես։ Քարտեզները, դրանց հետ կապված հետաքրքիր պատմական իրադարձությունները, քարտեզների գիտական եւ պատմական արժեքը հայ հասարակության համար ներկայացրել են Այաս ծովային հետազոտությունների ակումբի անդամները։ Հավաքածուն ներառում էր Քրիստոսից առաջ 6-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերին աշխարհի տարբեր անկյուններում կազմված մոտ 3000 քարտեզներ։ Դրանցից յուրաքանչյուրում արտացոլված է Հայաստանը պատմական տարբեր փուլերում։ Աշխարհում հայտնի ամենահին քարտեզը Բաբելոնյանն է, կավե սալիկի վրա եւ պատկանում է մեր թվարկությունից առաջ 3-ից առաջին դարերին։ Բաբելոնյան քար, որի վրա նշված է 5 պետություն,
որից այսօրվա օրոք միայն Հայաստանը գոյություն ունի։ Դրանից հզոր ուզենք, այդ հրաշք է ուղղակի, որ մենք ինչ արել են մեր հարևանները, ինչքան ինչ ուժ են, ջանքեր են գործադրել, որ մեզ ոչնչացնեն, իրանք են ոչնչանում, մենք ապրում ենք, որովհետև մենք ունենք ամեն ինչ եւ առաջի հերթին հայ ոգու ուժը, որ հիմա մենք զգում ենք առաջնագծում։ Կառավարությունը սկսելու է մարտական հերթապահություն իրականացնող անձանց ֆինանսական աջակցության տրամադրումը այն հաշվարկով, որ այդ անձանց օրական եկամուտը կազմի 5000 դրամ, ներառյալ հիմնական աշխատավայրից ստացած գումարը, որոշ դեպքերում նաև պաշտպանության բանակից ստացած գումարը։ Աշխատողներն պետական համակարգում կլինի խոշորներով, որոնք ստանում են ավելի ցածր աշխատավարձ ստացալն կամ ստանալուն ավելի ցածր աշխատավարձ, քան մեր կողմից հաշվարկված այդ գումարը տարբերությունը սոցիալնախարարությունից ստանալու։ Կառավարությունում քննարկվում է նաև պաշտպանության բանակի կարիքների համար օգտագործված մասնավոր տեխնիկայի դիմաց փոխհատուցում տրամադրելու հարցը։ Այս եւ այլ հարցեր երեքշաբթի քննարկվել են վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում։ Հանրապետությունում մեկնարկել է բերքահավաքը մայիսի 31-ի դրությամբ հնձված էր 500 հեկտար գարի, միջին բերքատվությունը 20 ցենտներ է։ Ինչպես է կազմակերպվելու բերքահավաքը, ինչպիսի գնային քաղաքականություն է վարվելու։ Այս հարցերը քննարկվել են վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Խորհրդակցությանը քննարկվել են նաև հակահրդեհային միջոցառումների կազմակերպման հարցերը, իսկ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի խոսքով հիմնադրամի 5 պահեստներն արդեն պատրաստ են բերքն ընդունելու համար։ Տեղական պահեստներում գարին մթերվելու է 110 դրամով, ընդ որում մթերված ծավալի արժեքի մի մասը կանխիկ տրամադրվելու է հողօգտագործողին։ Այն քաղաքացիները, ովքեր հանձնեն ավելի շատ, չունեն պարտավորություններ, կարող են 5 դրամով Ստեփանակերտում, 120 դրամով Երևանում ստանալ հնարավորություն հիմնադրամի ծառայություններից օգտվելու, սպառարտանյութերի, սերմերի եւ այլն։ Կառավարությունում քննարկվում է նաև ծորենի համար նվազագույն ընդունելի գին սահմանելու հարցը։ Կոնկրետ թվեր կհայտարարվեն ավելի ուշ։ Մայիս-հունիս ամիսները մեր հանրապետությունում առավել կարկտավտանգ են համարվում։ 2010 թվականից Արցախում հակակարկտային անվտանգության ապահովումն իրականացվում է Զենիթ հակակարկտային կայանների միջոցով, որոնք գործարկվում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից։ Դրանց գործարկման արդյունքում նվազում է կարկտի տեղման հնարավորությունը, այն վերահացվում հորդառատ անձրևի կամ տեղում մանր չափսերով։ Հանրապետության տարածքում գործում է 71 զենիթային հակակարկտային կայան, որից 42-ը տեղակայված է Ասկերանի, իսկ 29-ը Մարտունու շրջաներում։ Ճգնաժամային կառավարման կենտրոն է այցելել գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը եւ հետաքրքրվել Զենիթ հակակարկտային կայանների արդյունավետության, դրանց գործարկման հնարավորություններով։ Գյուղնախարարին ներկայացվել է ավելի քան 200 կիլոմետր տեսանելիության շարավիղ ունեցող մետեոտեղորոշիչ գործունեությունը, որը հնարավորություն է տալիս վերահսկել Արցախի ողջ տարածքի կարկտավտանգ վիճակը, ինչպես նաև մայիսին հակակարկտային անվտանգության ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները։ Արցախի հանրապետության 25-ամյակի եւ մայիսյան եռատոնի կապակցությամբ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը հայտարարել էր շարադրությունների մրցույթ, որին մասնակցել են դպրոցականներ ողջ հանրապետությունից։ Շաբաթվա երկրորդ օրը ամփոփվել են մրցույթի արդյունքները։ Լավագույն շարադրությունների հեղինակներն արժանացել են պատվոգրերի եւ դրամական պարգևի։ Յուրաքանչյուր մի մրցույթ ունենում է նպատակ, եւ այդ մրցույթի նպատակն էր ձեր ներկայացրած շարադրությունների միջոցով Երևան հանել, թե ինչպես եք դուք պատկերացնում մեր երկրի ապագան, ինչպես եք դուք գնահատում մեր հերոսներին, որոնք որ իրենց կյանքն են զորաբերել հայրենիքի հասնագրման, հայրենիքի զարգացման համար։ Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության ու Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ մայիսի 31-ից հունիսի 1-ը Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցում անցկացվել է Պատանի հրաձիգ հուշամրցաշար, նվիրված մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանագիր Մարգարիտա Սարգսյանի հիշատակին։ Մինչ մրցումների մեկնարկը մրցաշարի կազմակերպիչները, ազգային ժողովի պատգամավորներ, Մարգարիտա Սարգսյանի ընկերուհիներն ու հարազատներն այցելել են հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել նրա գերեզմանին։
Հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Երկրի ղեկավարը գրել է, որ երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան։ Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ, եւ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը գիշեցի փոքրիկները ժամանակակից մանկապարտեզ են ունեցել, ճարտարում են միանգամից զբոսայգու, ֆուտբոլի դաշտի եւ հանդիսությունների տան բացում են կատարել։ Այսպես հայկական գյուղերի զարգացման հիմնադրամը շարունակում է իր առաքելությունն Արցախում։ Հիմնադրամի հիմնադիր բարերար Վլադիմիր Ավագյանն ասում է, որ աշխատանքներն այսքանով չեն եզրափակվում։ Հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք։ Я считаю, что это минимум, который люди должны иметь. Կարծում եմ, սա այն նվազագույնն է, որ մարդիկ պետք է ունենան՝ ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, ջուր։ Չի կարելի ասել, որ մենք մեծ գործ ենք անում։ Մարդիկ պետք է ապրելու համար մարդկային պայմաններ ունենան։ Հակառակ ապրիլյան պատերազմի դեռ թարմ հիշողություններին հունիսի 1-ն Արցախում նախորդ տարվա տոնից շատ չի տարբերվել։ Ամենուրեք ժպտացող մանուկներ էին եւ նրանց ցանկությունները կատարելու պատրաստ տատիկ-պապիկներ ու հայրիկ-մայրիկներ։ Ինչպես միշտ մանուկների ամենամեծ հավաքատեղին Ստեփանակերտի կենտրոնական Նելսոն Ստեփանյանի անվան զբոսայգին էր դարձել։ Հունիսի 1-ին զբոսայգու բոլոր ատրակցիոնների մոտ հերթեր էին միակ տեղը, որտեղ հերթ չկար տոմսարկղներ։ Այդ օրը այն չի աշխատել։ Դրա մասին հոգետարել Արցախի ազատամարտիկների միությունը եւ անձամբ միության նախագահ Արցախի հերոս պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Հունիսի 1-ին տոնական տրամադրությունը մայրաքաղաքում ամենուր էր Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում հատուկ կարիքներով երեխաների համար կազմակերպված միջոցառումն ամենամյա է դարձել։ Միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի մշակութային հիմնարկների աջակցությամբ, ինչպես նաև կենտրոնի նախկին սաների մասնակցությամբ։ Երգում եմ, պարում եմ եւ երեխաներին եմ ուրախացնում։ Իսկ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում մանուկներին սպասվում էին անակնկալներ՝ տիկնիկային թատրոն, սիրված հերոսներ, նկարչություն ասֆալտի վրա, օրվա հերոսները բնականաբար մանուկներն էին։ Հունիսի 1-ին արցախցի երեխաները նաև նամակ են գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Արցախցի փոքրիկ բնակիչները խաղաղություն ու անհոգ մանկություն են խնդրել։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը խնդիրներ ունեցող երեխաներին անդրադառնալու եւս մեկ առիթ էր։ Շուշիի Նարեկացի կենտրոնում կազմակերպվել է աուտենիկ երեխաների աշխատանքների ցուցահանդես։ Արեգնազան կրթահամալիրն էլ հանդես է եկել յուրահատուկ ծրագրով։ Արեգնազան կրթահամալիրի համույթը տոնական օրվա առիթով համերգային ծրագրով հանդես է եկել նաև Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում։ Հատուկ դպրոցի համույթը ներկայացրել է ազմունքի, բարի եւ երգի տարբեր համարներ։ Այն ինչ կարող է անել պատերազմը երեխաների սրտում, երեխաների հոգում, իհարկե դա պաշտպանության կարիք ունի եւ պետք է ամեն ինչ անել, որ ներդաշնակության բերել այն ինչ կատարվում է նրանց հետ եւ հենց պաշտպանության օրվանն է նվիրված այս համերգը։ Հունիսի 1-ին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում։ Օրը Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի այս տարվա հաշվետու համերգին է համընկել։ Ամենամյա հաշվետու համերգով է տարին ամփոփել նաև Ստեփանակերտի Պարարվեստի քոլեջը։ Հանդիսատեսին է ներկայացվել 1 տարվա աշխատանքը։ Քոլեջի սաները ելույթ են ունեցել նոր բեմադրություններով եւ բնականաբար բեմական նոր հագուստով։ Այսօր քոլեջում սովորում է 60 աշակերտ։ Այսօրվա համերգը գուցեև ելի ավելի շատ աշակերտներ ուսանողներ կանչի մեզ մոտ։ 1980 թվականի հունիսի 1-ին եթեր է հեռարձակվել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հեռուստատեսային առաջին ծրագիրը։ Հեռուստատեսությունը ստեղծվել է համամիութենական ծրագրի շրջանակներում, սակայն ծնվելով 1988-ին այն դարձավ Արցախյան վերածննդի կենսագիրն ու դրա անկապտելի մասը։ Արցախի հեռուստատեսությունը եղել է վերածնվող Արցախի քաղաքական ու տնտեսական, մշակութային ու կրթական բարեփոխումների ականատեսն ու տարեգիրը։ Այսօր էլ ցավով արձանագրում ենք մեր կորուստներն ու հպարտանում ձեռքբերումներով։ Շնորհավոր ծնունդդ, Արցախի հանրային հեռուստատեսություն։ Նրանք չեն սպասում հրավերների ու կոչերի վտանգի պահին առաջնագծում են խաղաղության ժամանակ թիկունքում։ Արցախյան պատերազմի վետերաններն ապրիլի 2-ից կամավորագրվել ու շարունակում են մնալ մարտական դիրքերում։
Նրանց միավորում է Արցախի ազատամարտիկների միությունը։ Այն հավասարապես պատասխանատվություն է կրում երկրի անվտանգության համար։ Միությանը կից ստորաբաժանումներ մասնակցում են մարտական հերթապահությանը, իրականացնում ինժեներական աշխատանքներ։ Արցախի ազատամարտիկները միակարծիք են։ Միասնականությամբ հաղթել ենք 3, միասնականությամբ էլ դիմակայում ենք ժամանակի մարտահրավերներին։ Ապրիլյան պատերազմը բանակի կարիքների շուրջ հասարակության տարբեր խավերի համախմբման սկիզբը դրեց։ Գործընթացը ապրիլի առաջին օրերից սկսվեց եւ այսօր էլ շարունակվում է։ Առաջիներից մեկը Վիգեն Արաբյանը ներգրավվեց այս նախաձեռնության մեջ։ Ծրագրի շրջանակներում շաբաթվա 4-րդ օրը հերթական անգամ էր Արցախում Վիգեն Արաբյանը։ Արաբյանն ու ընկերները սկսել են քնապարկերից անցել անձրևանոցներին։ Արցախ են բերել ամերիկյան բանակի նմուշով համազգեստի մեջ ընդգրկված անձրևանոցի նմուշով կարված անձրևանոց 1500-ի շուրջ 1500 քանակով։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ հայ բարերարների։ Քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական ոլորտի խնդիրներին։ Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար, այն համարելով կարևոր եւ պահանջված։ Այս հանդիպումը եկավ փաստելու նախագահի հետ, որ մենք պարտավորություններով բեռնավորված գնում ենք Լոս Անջելես, որպեսզի այդ բեռը կրենք հպարտությամբ, որ մենք հայ ենք, թեկուզ հեռվում ապրող, բայց այն ժողովրդի մի մասն ենք, որ ճակատագրի բերումով այստեղ չէ, բայց նա այստեղ է, այս հողի վրա, ամեն օր կենսունակ ապրում է այս նույն երակի մեջ, որ հայ ժողովրդի երակ է կոչվում, եւ այդ զարկերակի վրա պիտի անverջ գոյություն ունենալ, այսինքն պայքարել ամեն օր մի ձևով, ամեն մեկս պիտի մեր գործը անենք։ Եթե կարելի է եւ մենք կարող ենք որպես համայնք, որ ապրում ենք մղոններ դուրս Հայաստանից, այս մեկ թեթև բեռը կարողանանք ուրեմն վերցնել մեր վրա, որպես զինվորների մեր ընտանիքները մի փոքր անդրադառնան եւ հուսավորվեն, որ ունեն քույրեր եւ եղբայրներ, որոնք անտարբեր չեն, որոնք մտածում են իրենց համար, եւ սա մեկ անգամվա ուրեմն նախաձեռնություն չէր, հույսով ենք, որ կշարունակվի, արդեն ծրագրեր ենք մյուս ապրիլի 2-ին նույն աշխատանքը շարունակել եւ շատ հույս ունենք սա ավելի լայնածավալ պիտի լինի։ Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, նրանց ներկայացնելով ընթացիկ տնտեսական եւ ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում եւ պատասխանելով ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Արայիկ Հարությունյանը հանդիպման վերջում անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաների բազմապիսի հարցերին, հորդորելով ավելի ակտիվորեն ընդգրկվել հայրենիքի շենացման գործում։ Շաբաթվա 5-րդ օրը մեկնարկել են միասնական քննությունները, դիմորդներն իրենց գիտելիքները թղթին են հանձնել կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից։ Կրթության, գիտության եւ սպորտի նախարարի խոսքով թափանցիկ քննություններ կազմակերպելու համար ստեղծված են բոլոր պայմանները։ Ոլորտի պատասխանատուն վստահեցրել է, քննական կենտրոններում մարդկային գործոնը բացառվում է, իսկ թեստում արտացոլվում են դիմորդի գիտելիքները։ Եթե մենք համեմատության մեջ ենք դնում, ապա միասնական քննությունները առավելություն են այն առումով, որ այստեղ օբյեկտիվության աստիճանը բավականին բարձր է։ Այսինքն սուբյեկտիվ գործոններ այստեղ դերակատարություն չունեն։ Եվ փորձը ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում մենք համարյա ոչ մի բողոք հարկում մենք դիմորդներից չենք ստանում։ Այն իսկ պատճառով, որ կատարում ենք այն ամեն հնարավորը, որ եւ դիմորդը եւ ծնողը համոզված լինի, որ իր գիտելիքին համապատասխան գնահատական ինք ստացել է։ Ուրբաթ հաշվետու համերգով են հանդես եկել Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները։ Նրանք ներկայացել են երգով, պարով, դասական, երաժշտական համառներով։ Բացի ավանդական խմբերից արվեստի դպրոցում գործում են նաև նոր խմբեր։ Մի քանիսն այս տարի են բացվել։ Երեխաները հավասարապես հաճույքով հաճախում են թե պարի, թե ջութակի եւ թե խմբերքի դասերին։ Այս տարվանից մենք ունենք նաև սեղանի ձևավորման բաժին։ Մենք ներկայացրել ենք նաև այդ աշխատանքները, բացել ենք ազատ զարգացման, մշակույթի ազատ զարգացման բաժին, որտեղ կարողանում են սովորել եւ մեծահասակները։
Քաշաթաղի շրջանում ընթանում է գարու բերքահավաքը, 865 հեկտարն արդեն հնձված է, միջին բերքատվություն հեկտարից 27 ցենտներ է։ Աշխատանքների ընթացքին ծանոթացել է գյուղատնտեսության նախարարը։ Արամ Մխոյանը նաև այցելել է Երիցվանք եւ Փակահան համայնքներ, լսել հողագործներին։ Բարձրացված խնդիրներից մեկն արդեն լուծվել է։ Շաբաթ առավոտյան 40 տոննա պարարտանյութ է ուղևորվել Քաշաթաղի շրջան։ Արցախ հայրենակցական միությունը Վարուժան Գրիգորյանի նախագահությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում Արցախում։ Հերթականը տեղի է ունեցել 3 կազմակերպությունը ու ազմակնիշի ամենագնաց է նվիրել Արցախի հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։ Քանի որ այս ապրիլյան պատերազմի օրերին գնդակոծվում էր նաև խաղաղ բնակավայրերը, մեր կազմակերպությունը նպատակահարմար գտավ, որպեսզի ՈՒԱԶ մակնիշի ամենագնացը տրամադրենք մեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, առկա են բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որը կնպաստի ավելի օպերատիվ եւ արագ կազմակերպել բոլոր գործողությունները։ Իրենց նվերն են Արցախ բերել նաև Ռուսաստանի Դաշնության Օրլով քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Անհրաժեշտ պարագաներով բեռնված ՈՒԱԶ մակնիշի մեքենան օրլոյաբնակ հայերի համատեղ նախաձեռնությունն է։ Արցախի ժողովրդին կցանկանայի, ես այդ վատ օրերը տեսել եմ, իմ ընտանիքից, իմ գյուղից, կցանկանայի թոյտա վերջին ուներ։ Ճիշտ է, մենք բերել ենք այդ պահին օգնել եմ, թոյտա խաղաղության կինա, այդ ավտոնեն օգնություն բերենք հարսանիքի, ծնունդը թմրազգը շատանան։ Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթն այս տարի ունի ռեկորդային թվով մրցանակակիր։ Հայաստանի ու Արցախի 1012 դպրոցների ավելի քան 41,000 աշակերտից 5-ը հաղթող է ճանաչվել։ Իլրուման 5 հաղթողների մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել եւ պատվոգրի ու խրախուսական մրցանակի արժանացել 886 աշակերտ, որից 92-ը Արցախից։ Հայաստանի եւ Արցախի 30 քաղաքներում կայացել են մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություններ։ Մենք առաջին իսկ տարուց համագործակցում ենք շատ արդյունավետ եւ իրականում այդ համագործակցության շնորհիվ է, որ Արցախի երեխաները հնարավորություն ունեն IB մրցույթներին մասնակցելու եւ նաեւ արդյունքը մենք այսօր տեսնում ենք գնալով թե մասնակիցների եւ թե մրցանակակիր աշակերտների թիվը աճում է, ինչը շատ ոգևորիչ է եւ ուրախալի։ Հերթական հետաքրքիր ու գնահատման արժանի նախաձեռնությամբ Pan-Armenian Media Group-ի աշխատակիցներն օրերս մարտակերտում էին հատուկ առաքելությամբ, ուրախության մեկ օր պարգևել այն մանուկներին, ում պատերազմը մի քանի օրվա ընթացքում հեռացրեց մանկությունից, ստիպեց աշխարհին նորովի նայել։ Շրջկենտրոնը հյուրերին լեփ-լեցուն դահլիճով է դիմավորել, իսկ տասնյակ փոքրիկներ էլ ընդամենը րոպեներ անց հանդիսատեսից մասնակից դարձան։ Այնտեղ, ուր ապրիլյան օրերին ռումբեր էին պայթում, կրկին երեխաների ծափ ու ծիծաղով է լցվել։ Անհնար է դա պատկերացնել, այսքան պայծառ պոզիտիվ երեխաներ երևի չգիտեմ, աշխարհի որ ծերում չեմ կարող հանդիպել։ Գիտեք, երբ գալիս ենք այստեղ ելույթ ենք ունենում, նույնիսկ ոչ թե մենք ենք պատրաստ նրանց տալ ուժ եւ ոգի, այլ նրանք են մեզ տալիս ու մենք հասկանում ենք, որ երևի ամենաչնչին բանն է, որ կարող ենք անել եւ մեր երգերով լինել նրանց կողքին։ Այսքան այս թողարկման համար հոր կիրակին եթերում կլինի նաև ուղիղ ժամը 20-ին։ Մնացեք հանրայինի հետ։